Հավատում եմ, կան մարդիկ, ուղղակի երևի չգիտեն, որ նման պայմաններում այսպես ապրողել կա Հայաստանում։ Ում բողոք եք։ Մեր Հայաստանի տենց է, մեր Հայաստանը պետությունը տենց է։ Խաբում են այսօր կգաք, երկուս կգաք, մի օր կգաք, ես ինչ օր կգաք, գնում եք տեղում չեն անում, այնքան անում են, որ էլ հիասթափվում եք։ Հիմնական ամեն ինչի պակասությունը զգում եք։ Շատ դժվար պայմաններ է։ Մի նպաստի հույսի եք, ստանում եք 75,000 նպաստ, ոչ մեկից էլ հերիք չի անում։ Ես ապրիլ չի։ Սա ինչ ապրիլ է։ Որս գիտեմ, որ ես ստեղծող եմ, ոչ մեկից չեմ խնդրել, ասենք ճիշտ ասած խնդրել եմ, բայց կառավարությունից եմ խնդրել, չեմ ստացել։ Դե հենց, հիմնականը աշխատանք չունեք, հիմնական անտառում բանում եմ աշխատում, ծանր աշխատանք, այլ գնացել եմ ոտս, վնասվել է փեդան, ոտիս, էլ չեմ կարում։ Վեց հոգի ուղարկում եք դպրոց, շոր է պետք, խոսք չկա պետք, դժվարություններով, պարտքով, բանով, իրար եք հանում վերջում տալիս, կեսը մնում նորից։ Աղջիկս ուսանող է, մանկաբարձական, ճիշտ է այդ մեր մարզպետի շնորհիվ, ինքան վճարա, երեխանավճարա սովորում։ Ես եմ աշխատում եմ մանկական սրճարանում, 1-2 ժամ յոլա տանում, հետո գալիս տուն երեխոցով զբաղվում։ Ամեն տեղ էլ դիմել եք, իսկի ոչ մեկն է, ոչ մի հարցով, ոչ օգնում է, ոչ էլ ասում է, ոչ էլ մի բան անում են։ 8 սալդատ են պահում, մենակ ինձ հիմա չեմ պահում։ Մեկ-երկու անգամ կարելի ասես մարզպետը տարի 1-2 անգամ 50,000 դրամով օգնում է։ Էդ էլ օգնություն չի 50,000 երեխաներից ինչ անի, մի շաբաթ, 2 շաբաթ։ Մտամ կարում եք հացը չեք կարում հասցնեք երեխոց։ Դե հիմա ես ասեմ հաս մի կերեք, ձեռներից վերցնեմ, չի ստացում։ Ձեր աչքով նայում եք իմ պայմանները, չեմ կարող նկարագրեմ, ինչպես ասեմ իմ պայմանների մասին։ Խոնավ սենյակն է, սա ֆինանսի հետ կախված է, որ նորից վերանորոգվի, ինչով անեք։ Գրիշս ծակ է, անձրվեկած տեղը կաթում է։ Տունս նորմալ չի, խոհանոց չունեմ, լվացքի մեքենա չունեմ, չգիտեմ, գոնե մեկ անգամ հնարավորություն տամ, ինչ որ բան ձեռնարկել, որ մենք դրանով զբաղվենք, մենք էլ մերը ունենանք։ Անասուն, թեկուզ անասուն լինի, անասուն պահեք։ Ժամանակին եղել է, պահել էիք։ Հնարավորությունը կա, գոմերը կա, տղաները կարևորն է, որ սաղ տղաներ են, արոտավայրը ես ասեղա, հարմարությունները կա տեհինց, բայց դե որ չկա դե ես, մի կովը 450,000, 500,000 դրամ են ասում, ես այդքան փողոջյան ճարեմ։ Ենթադրեք 10 կիլալիր են տուալ, հետ էլ պրծավ հետո, նանից հետո ինչ է քնիմ։ Մի երկու հատ լինեմ, աստուճանաբար կբազմասնեք էլի, կշատասնեք, կաթը կլինի, մածունը կլինի, երեխան բաժակ կխմի, սուս կանի։ Ես ստեղծել եմ, իմ երեխաները պահել եմ, կրթության եմ տալիս, չգիտեմ ինչ ասեմ, որ ստեղ հնարավորություն տան կանեք մենք, կստեղծեք, մի քիչ գոնե որ ձերք մեկն է, մեկ կանեք։
Մեզ հույս տալով ապրում եք, էլի ասում եք, այսօր լավ կլինի, վաղը լավ կլինի, տենց էլ տարիներ անցնում ա գնում, էլի մնում եք նույն ձևի։ Ամենայն ուրախությունս երեխեքս են։ Ես արդեն հիմա մի քիչ կչարչարվեք, բայց հետո իմանաք, որ մեծանան ախր մի բան կանեն էլի։ Մի զվոտ սալդատ, հա։ Մի զվոտում իսկ այդքան սալդատ չկա։